Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպում է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ։ Նախագահը շնորհավորել է նորին սրբությանը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանի նախագահի աշխատակազմի տվյալով կողմերը քննարկել են Վրաստանի և Սուրբ Աթոռի հարաբերություններն ու համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Լևոն 14-րդն էլ ընդգծել է աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը և Վրաստանի հետ առկա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել։ Միխայիլ Կավելաշվիլին կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հրավիրել է այցելել Վրաստան։ Վրաստանի վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 7 միլիարդ 76 միլիոն դոլար, ինչը 15.3% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վրաստան ամենաշատ ապրանքներ ներմուծվել են Միացյալ Նահանգներից 881 միլիոն դոլարի, Թուրքիայից 814 միլիոն դոլարի և Ռուսաստանից մոտ 667 միլիոն դոլարի։ Վրաստանից արտահանման հիմնական ուղղություններն են Ղրղստանը 450 միլիոն դոլար, Ղազախստանը 258 միլիոն դոլար և Ադրբեջանը 215 միլիոն դոլար։ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի տնտեսական կանխատեսումը, որը ներառում է նաև Վրաստանը որպես Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր։ Զեկույցի համաձայն 2024 թվականին Վրաստանը գրանցել է բարձր տնտեսական աճ 9.4%, աճել են նաև ներդրումները, սակայն ակնկալվում է, որ 2025 և 2026 թվականներին տնտեսական աճը կդանդաղի, բայց կմնա կայուն մոտ 5-ից 6%։ Եվրահանձնաժողովի զեկույցում նշվում է նաև, որ տնտեսական աճի շնորհիվ Վրաստանում գործազրկության մակարդակը զգալիորեն նվազել է։ 2023 թվականին այն կազմել է 16.4%, իսկ 2024 թվականին 13.9%։ Ակնկալվում է, որ գործազրկության մակարդակի անկումը կշարունակվի նաև 2025 և 2026 թվականներին, բայց ավելի դանդաղ տեմպերով։ Ըստ զեկույցի, զբաղվածության մակարդակը 2024 թվականին աճել է 2.5%-ային կետով, բայց մնացել է համեմատաբար ցածր մակարդակի վրա՝ 47.1%։ Եվրոպական հանձնաժողովի հրապարակած տնտեսական կանխատեսումը գնահատել է նաև Թուրքիայի տնտեսությունը որպես Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի։ Ակնկալվում է ինֆլյացիայի նվազման շարունակություն, կոշտ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության և էներգակիրների գների նվազման շնորհիվ։ Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը, ինչպես սպասվում է, կկրճատվի, իսկ պետական պարտքը կմնա չափավոր մակարդակի վրա։ Կանխատեսվում է, որ Թուրքիայի տնտեսության աճը 2025 թվականին կկազմի 2.8%, իսկ 2026 թվականին 3.5%։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը այցելել է Սերբիա։ Այցի նպատակը ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության Բալկաններում կայունության և համագործակցության ամրապնդումն է։ Ֆիդանին ընդունել է Սերբիայի նախագահը։ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան հատուկ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, հաշվի առնելով Անկարայի բարձր ազդեցությունը, որը կարևոր է Բալկանյան տարածաշրջանում կայունության ապահովման համար։ Վուչիչի խոսքով Սերբիայի և Թուրքիայի հարաբերությունները աչքի են ընկնում ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ և տնտեսության, էներգետիկ, ինչպես նաև զբոսաշրջության, մշակույթի ու կրթության ոլորտներում համապարփակ համագործակցությամբ։ Ֆիդանը հանդիպել է նաև Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցությանը և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Իրանը Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել և քննարկում է այն, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների 5-րդ փուլի անցկացման ամսաթիվը որոշված է, բայց հաստատված չէ։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 24-ից 25-ը Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի
ոլորտի բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ։ Բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը Հռոմում ապրիլի 19-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի անդամներ Բասեմ Նաիմին և Ուսամա Համդանին։ Նրանք ժամանել են Թեհրան մասնակցելու Թեհրանի երկխոսություն համաժողովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Գազայի հատվածում, Պարենի և ջրի խնդիրները, մարդասիրական օգնության հարցեր։ Նաիմը նշել է, որ Իսրայելը չի ձգտում կանգնեցնել պատերազմը, այլ բանակցություններն օգտագործում է միայն ժամանակ շահելու և իր նպատակները պարտադրելու համար։ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Համասի պատվիրակությանը Թեհրանի երկխոսություն համաժողովին մասնակցելու համար։ Դիվանագետն ընդգծել է Իսլամական Հանրապետության շարունակական աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը և ժողովրդին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Էմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով Հարավային Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Դա է վկայում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը բանակցությունների ավարտի ու երկու երկրի միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Տասմագամբետովը հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի և որ դրա իրագործումը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հուսալի ճանապարհ կհարթի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը պաշտոնական այց է կատարել Թել Ավիվ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ընդունել է Իսրայելի իր պաշտոնակից Իսրայել Կացը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Ընդգծվել է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների բարձր մակարդակը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը և Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենը քննարկել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները։ Հիշեցնենք, որ օրերս մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ուժերի Արաքս 2025 համատեղ զորավարժությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից նշել են, որ զորավարժությունը կարևոր քայլ է ընդհանուր սահմանների անվտանգության ամրապնդման և հավանական սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։ Ռուսաստանի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է մոտ 40%-ով։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից հայտնել են, որ 4 ամիսների արդյունքներով Ռուսաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում, Իտալիայից և Թուրքիայից հետո։ Ռուսաստանի հետ առևտրային գործառնություններին այդ ժամանակահատվածում բաժին է ընկել Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության 10,78%-ը։ Ռուսաստանի մասնաբաժինը Ադրբեջան ներկրվող արտադրանքի ընդհանուր ծավալում հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 18,45%։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։